Համաձայն եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ եթե 2021-ին ինքը ընտրվեր, Արցախը չէին կորցնի։ Իրոք համաձայն եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվի։ Էդ կուզեմ։ Կամ Սամվելը։ Երևակայ ճիշտ ասեմ։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց ամեն դեպքում ես դեմ քաղաքացի չեմ։ Հենց որ էլի հայ ենք, էլի։ Իսկ ինչ կարելի ասել։ Ուզում եմ խաղաղությունը լի, աղջիկ չէ։ Ավելին, եւ համաձայն եմ, եւ կարող եմ ասել, եթե Ռոբերտ Քոչարյանն ընտրվեր, այս պարակվածությունը այսօր չէ լինի հասարակության մեջ, այն օրինախախտությունը, որ տեսնում ենք, այս իրավաբան համակարգում չէ լինի, հասարակությունը կգնար դեպի ավելի կազմակերպվածության։ Այդ դրանում ես համոզված եմ։ Ես Մոսկվայից եմ ցավը տանում, ես այդ գործ չունեմ, էլի։ Հանդե ապրում եմ, ես ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի մեր հայ մարու վերջ։ Ով ուզում է թողնի լավ լինի։ Բարդ հարց եք տալիս աղջիկ ջան։ Պատասխանելու բան չկա, լրի պատասխանված եմ այժմ։ Ամեն հարցի լուծումը տրված է։ Ճիշտ ասած, մի քիչ հեռու եմ այդ պոլիտիկայից, հա, բայց ճիշտ ասած դժվար է պատասխանել այդ հարցին։ Եթե երևից գրված էր, որ պետք է հանձնեն, բայց եթե երևի Քոչարյանը լիներ, եթե հանձնող լինեին, նեբախտ կհանձնեին։ Չէ, եւ Քոչարյանը եւ Սերժը ընտրվեց սա եւ ինքը հանձնեց։ Նա այն վաղտ կհանձնեին եւ դրանով կսահմանափակեն, ոչ թե մեր Արցախը տային իրանց Ադրբեջանին, որը միշտ մերն է եղել։ Ես համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելին։ Այդքան բան։ Հավատում եք, որ Արցախը կորուստ չէին ունենա, եթե նա լիներ։ Դեք փորձենք գնանք ինչ իմանամ, ապրենք կտենանք էլի։ Այդքան ժամանակ, որ ինքը Արցախից եկել էր, ում էր պաշտպանում։ Արցախին, Ադրբեջանին։ Բան չունեմ էլ ասել։ Այսինքն կարծում եք այսպես Պրծելա, իր կարիժան պրծելա։ Նիկոլը լավ վարչապետ է։ Մնա կարգանն հաստատի ապրենք։ Այսինքն ինչ է կարծում, բայց եթե Քոչարյանը 21 թվականին ընտրվեր, Արցախը էլի կհանձնեին Ադրբեջան։ Այո։ Դա ռուսի կողմից պայմանավորված էր։ Գիտեք, բալաս, ես մեծ կին եմ, ես ինքս էլ Արցախից եմ։ Ես ուզում եմ, որ այնպեսի մի մարդ ընտրվի։ Դեմիրճյան ընտրվի, այս ժողովրդի համար հոգս քաշի։ Մի երկրորդ Դեմիրճյան, որ այս երկրի համար հոգս քաշի, այդ կասի։ Բայց այդ բան հետ հավանձայն եք, որ եթե 21 թվականին Ես այդ կարել չեմ ասել։ Լավ։ Ես իմ բանս չի հերիքում, լի այդքանը պատասխանում, չգիտեմ, այն ինչ որ չգիտեմ, բայց այս երկրի համար մին Դեմիրճյան կուզեմ, երկրորդ Դեմիրճյան, որ այս ժողովրդի համար մտածի, թեկուզ և ժողովրդի համար մտածող են աչքերը միշտ քորալ Շատ բարդ հարց է, ոչ թե դժվար է, ուղղակի բարդ է։ Հնարավոր է, ես չեմ ասում այո կամ ոչ, հնարավոր է եւ հավանականա չէր լինի կորուստը։ Հավանականա չէր լինի, բայց դրանով հարցը չի փակվում, էլի։ Համել ով ասե որ Արցախը ով է դες բան ասում, Արցախը միշտ էլ եղել է հայկական ու միշտ էլ պետք է լինի հայկական։ Իսկ ով որ մտածում է հակառակը գլուխը պատինա տալիս պատնե գլխին։ Արցախը միշտ էլ եղել է հայ արունով ու քրդինկով ջրած հողը ոնց կտան թուրքի լամուկներին։ Ով որ հակառակն է մտածում, թող գնա իրանց հայաթը մտածի։ Ոչ թե հելնի գորա են դոշինը կպցնում են կիսատ պարադեսի մինչը չի կարելի։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որ ասում եք հնարավոր է եւ հավանական է որ չլներել այդպես բան։ Հիմա եղել է, եղածից հետո ոչ իման չեն անում։ Ամեն դեպքում ոչ մի հայ էլ չի հավատում, որ մնալու է Արցախը այնտեղ, այդպես բան չկա։ Իսկ որ այդպես մտածում է, թող մի ասել էի, թող գնա քրդին գտվեց վրա, ինձ չի կարելի այդպես։ Ես ընդհանրապես կողմնակից չեմ Քոչարյանին, ընդհանրապես ես հիմա կոնկրետ չեմ կարող որոշեմ, ով կարա ավելի ճիշտ ղեկավարի մեր Հայաստանն, որ մենք լավ
միջազգային հարաբերություններ ունենանք, դե իհարկե Փաշինյանն էլ իր դեպքում շատ բաներ կա, որ ինքը ճիշտ է էլի անում, բայց բաներ կա, ճիշտ ասած, ընդհանուր հասարակությանը կա էլ բաներ, որոնք չի ոնց ասեմ, չեն էլի համաձայնվում այդ ամեն ինչին։ Բայց ուղղակի նաև որպես քաղաքացի ինչ եք կարծում, եթե Ռոբերտ Քոչարյանը 21 թվականին ընտրվեր, հնարավոր կլիներ Արցախը չհանձնել։ Հնարավոր չէ, իրանք արդեն շատ շուտ բանից արդեն ստորագրել էին փաստաթղթերը։ Լավ, իսկ եթե նաև ձեր կարծիքը, եթե օրինակ ստորագրել էին, ինչու այդ ժամանակ չէր հանձնում Արցախը ձեզ։ Դե ժամանակ էր պետք, իրանք այդ ամեն ինչը կարգավորել էին ու ժամանակ էին տվել։ Այդ ժամանակ իրանք կարողացան այդ ամեն ինչից դուրս գալ։ Արդեն Փաշինյանը ստիպված էր ոչ մի բան, դե նա որոշեց ինչ-որ հարցեր տվել ընդհանուր ազգային ժողովում, բայց ոչ մեկ համաձայն չէր, որ անմիջապես տային Ղարաբաղը, բայց ինչ-որ տեղել համաձայն էին, որ ավելի լավ է տա կրվային, որովհետև այդքան զոհ են ունեցել, մի հատ էլ նորից էլի պետքա զոհ ունենալ։ Միանշանակ այո, համաձայն եմ, որովհետև նա եղել է մեր նախագաներից, ոնց ասեմ, անկոտրելին, որովհետև ինչը փաստ է, թե չէ ինչը մնում է, որ ասում են խոսքի, օրինակ թալանել է, ես իմ ինչ արե, ես էլ որ նստեմ երկրի ղեկավար, շատ հնարավոր է ես էլ փոխվեմ այդ թալանի տեսանկյունով, բայց ինչը մնում է, մենք Արցախ ենք ձեռք բերել, մեզանից մեր թշնամին կիլոմետրներով հեռու է հել է, բայց էլի վատ չի, որ համագործակցեն իրար հետ, մեր Սամվել Կարապետյանը, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը, այն մնացածին հանեն արանքից, միանշանակ էլի մենք ունենանք այդ Արցախը, մեր խաղաղ երկիրը, մեր ամեն ինչը, այսինքն ձեր ապագան։ Մենք հələ մի քիչ չեմ ոնց ասում, մեր տարիքը անցավ, բայց մեր երեխեքը ապագայա պետք, որ գոնե լավ ապրեն, գոնե մի քիչ մեր հայ ազգի իրան նորից հետ գան նույն բանին, մթնոլորտին։ Իսկ ինչը մնում ասենք են մնացած մյուսները, նրանք այնքան որ կխանգարեն։ Իսկ ես մեր ներկա կառավարությանը, ես կարող եմ ասել, իրանց պատկերը հենց ստեղից երևում։ Հենց ստեղից իրանց պատկերը բոլորը երևում։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ասենք, պատերազմ էր, ասենք, մի քիչ երկրի վիճակը լավ չէր։ Իսկ հիմա սրանց ժամանակ ամեն ինչը կարգավորված տվեցին իրանց։ Մի հատ էլ ասում են Ռոբերտ Քոչարյանը երկիրը ծախեց, Սերժը երկիրը ծախեց։ Շատ հնարավոր է Սերժն ու սա ծախեն, բայց Ռոբերտ Քոչարյանը չէ։ Ռոբերտ Քոչարյանը, մեկ էլ էդ էլ ասեմ, էլի, են էլ նկարեք, թող բոլորը էդի համտենան, համ էլ գիտեն, որը տենց է, քանի են քոր մեր առաջի ղեկավարը սաղը, մեր երկիրը լավ ղեկավար չի ունենա։ Ոչինչ, նրա ժամանակ եկա, որ էսա արդեն նա կետ է։